Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք Հայաքվե նախաձեռնության վարչության անդամ, առողջության իրավունք հասարակական կազմակերպության համանախագահ, բժշկական գիտությունների տեխնացու Տիգրան Խաչատրյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ, որ հրավիրել եք ձեր տաղավար։ Պարոն Խաչատրյան, եւ զրույցը սկսենք 3 նախարար Ավանեսյանի հնչեցրած հայտարարություններից, փաստորեն ձգձգվեց այս առողջապահական համակարգի ներդնումը, եկավ 26 թվական, խոստանում են մյուս թվականից ներդնել այս համակարգը, նախ ռիսկերը, քանի որ շատ փորձագետներ այստեղ կանխատեսում են թե կոռուպցիայի ռիսկեր, համարում են սա նաև որոշակի սոցիալական բեռ հանրության համար, ինչ կասեք, ինչ ժամկետում եք տեսնում, արդյոք իսկապես այս անգամ 26 թվականին կհաջողվի ներդնել։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ լուրջ հարց եք բարձրացնում, քանի որ իրոք առողջապահությունում բժշկական ապահովագրության համապարփակ պարտադիր տեսակը ներդրումը շատ լուրջ քայլ է, Տիկին նախարարը ցավոք սրտի իր հարցազրույցի ընթացքում ասեց 30 տարի փորձել են, չի ստացվել, մենք կարողացանք, մենք ամենագիտակն ենք կարողացանք այս կատարել, առաջին ես իմ մեկնաբանությունը սկսելուց առաջ ուզում եմ ասեմ Տիկին նախարարին, որ 30 տարի աշխատել են շատ արհեստավարժ մասնագետներ, հայտնի առողջապահության կազմակերպիչներ, եւ այդ մարդիկ ոչ թե չեն կարողացել, այդ մարդիկ հասկացել են, որ այսօր մեր առողջապահության համակարգը պատրաստ չի ներդրման այդ ապահովման մեխանիզմի, պարտադիր բժշկական ապահովության։ Ես ձեզ բացատրեմ, ես նաև ասեմ, որ եղել եմ Հայաստանում առաջիններից, որ հիմնադրել եմ բժշկական ապահովագրական ընկերություն, ես առաջիններից եմ, որ ֆինանսների նախարարության կողմից դեռ 2000 թվականին լիցենզավորվել եմ որպես ապահովագրական ընկերության տնօրեն եւ ամեն ինչին ապահովագրական մեխանիզմին ծանոթ եմ, միջազգային փորձին ծանոթ եմ։ Ասեմ ինչու չի ստացվում, քանի որ մենք դեռ չունենք գնահատական մեր առողջապահական շուկայի, ասենք ես ձեզ բացատրեմ, ասենք վերցնենք մի հիվանդություն սրտամկանի ինֆարկտ, մենք չունենք բժշկատնտեսագիտական չափորոշիչներ, այսինքն մենք չունենք, այսինքն ինչ պետքա որ սրտամկանի ինֆարկտը բուժվի, ասենք սկսած հետազոտություններից, ծախսերից, աշխատավարձերից եւ այլ, այդ չափորոշիչների հիման վրա անպայման պետք է նաև ստեղծվեն պրոտոկոլները դա այն ուղեցույցներն են, որով պետք է բժիշկները աշխատեն, որտեղ պետքա գրված լինի։ Հիվանդը ընդունվեց, հիվանդին ինչ պետքա հետազոտություններ անել, ինչ բուժօգնություն պետքա ցուցաբերել, այդ բոլորը միասին հնարավորություն է տալի հասկանալ, թե այսօրվա դրությամբ ըստ հիվանդությունների մեզ ինչ գումար է հարկավոր, մենք որ կարողանանք իրոք որակյալ բուժօգնություն ցուցաբերել։ Եվ մոտավոր կարող եք նշել ինչ-որ թվային։ Ես չեմ կարող, մենք այդ չափորոշիչները չունենք, կամ ունենք շատ քիչ։ Այսօր իրանք այս օրենքը գրելուց ինչ որ նորություններ են օրինել իրանց համար, չգիտեմ, գնահատականներ են տվել այդ գումարների, ըստ դրա որոշել են մի աբսոլյուտ գումար, ժողովուրդը տեղյակ չի, որ հունվարի 1-ից իրենից ամեն մեկից աշխատող մեր բնակչությունից ստանելու են մոտ 13000 դրամ ամսական։ Եվ դրա դիմաց ռուսը, կներեք, ուզում եմ ռուսերեն ասեմ, կոդ վմիշկե, չգիտեն թե ինչ են ստանալու։ Եվ ասեմ ավելին, մեր հետազոտություններով փորձագետների, որ մենք նայում ենք այդ օրենքը եւ ինչ մեխանիզմ են ուզում իրանք ներդնել, սա ընդհանրապես պետպատվերի շրջանակներում բուժօգնության մի քիչ բարելավում է, փաթեթավորում է եւ այդ սոուսի տակ ներկայացում է որպես պարտադիր բժշկական ապահովագրություն։ Դա ապահովագրություն չի, դա ապահովվածություն է։ Տարբեր բառեր են, ապահովագրությունը ունի իր կանոնները։ Պետք է գնահատվի շուկան, ֆինանսական բեռը, արվեն հատուկ ակտուարական հաշվարկներ, ըստ դրա գնահատվեն ռիսկեր։ Սա ուղղակի ես ձեզ ասեմ մի մոդել է, որը ես գտնում եմ սխալ մոդել է մեր Հայաստանի Հանրապետության համար, քանի որ պետությունը իր վրա վերցնում է ամեն ինչը, վերցնում է գումար հավաքելու խնդիրը, վերցնում է վճարելու խնդիրը, վերցնում է բուժ սպասարկման խնդիրը եւ վերահսկողության խնդիրը։
ինչ որակի մասին կարելի է խոսել եւ ինչ պաշտպանվածության մեր քաղաքացու մասին կարելի է խոսել, երբ որ քաղաքացին էլի նույն ձևի տեր չի ունենալու այսօր, չի իմանալու իր իրավունքները, չի կարողանալու պահանջի իր իրավունքները իրագործողից։ Ոնց որ այսօր է, ինչքան ուզում ես բողոքի, նույն պատմությունն է առաջանում, երբ որ մեր քաղաքացիները դիմում են բուժհիմնարկ։ Ավելին, բուժհիմնարկներն է պաշտպանված չեն, քանի որ նախարարությունը ունի իր սրտի հիվանդանոցները, իր սրտի բուժհիմնարկները։ Չեմ կարող ասել, կան, ես չեմ ուզում բամբասանքի մակարդակ իջնեմ, բայց ստացվում է, որ նրանք լավ են ֆինանսավորում, երբ ցանկանում է նախարարությունը գնում է հիմնարկներ տերորի է ենթարկում, ինչ որ անկապ խախտումներ է գտնում, սկսում է մեծ գումարներ հետ վերցնել այդ հիվանդանոցներից, այդ հիվանդանոցները վախենում են բուժհիմնարկները դատի տալ պետությանը, շատ դեպքերում իրանք էլ ճար ունենում են եւ մեծ, ես գիտեմ նաեւ դատական process-ներ, որ իրանք շահել են։ Հասկանում եք, սա մի առատավոր մեխանիզմ է, նորից, ասենք պետպատվերի գործակալությունը, որը առողջապահության նախարարության կազմում է, վերափոխել անունը դնել հիմնադրամ, այդ հիմնադրամի ղեկավարը նորից լինի նախարար, ստեղծել մի մեծ բուրգ, որտեղ մեծ կոռուպցիոն ռիսկեր կան, մեծ խնդիր կա, որ գումարները կծախսվեն անարդյունավետ, եւ այսօր խոսել, որ գիտեք 30 տարի չկարողացան դնել, մենք կարողանում ենք դնել դա, իմ համար ուղղակի, գիտեք, զավեշտալի է, ծիծաղելի է։ Այսինքն այստեղ նաև շատ կոռուպցիոն ռիսկեր կան, թե ով է որ ընկերությունն իրականացնելու այդ ապահովագրությունը։ Այստեղ ոչ թե ընկերություն է, իրանց մոդելով իրանք են իրականացնելու, դա պետությունն է իրական։ Կոռուպցիոն ռիսկերը նույն ռիսկերն են, որ այսօր գոյություն ունեն, բոլորը գիտեն։ Պետպատվերի տեղաբաշխում, գումարների անարդյունավետ վատնում, այդ բոլոր ռիսկերը պարզ են։ Մենք, գիտեք, մենակ չենք քննադատում։ Ես որպես փորձագետ առաջարկել եմ մոդել, խառը մոդել, այսինքն պետությունը հավաքագրի, դա բժշկական ապահովագրական ընկերություններին ու ապահովագրական ընկերություններին, իրանք իրագործեն, պայմանագիր կնքեն թե պետական հիմնարկների, թե սեփական հիմնարկների եւ իրագործեն այդ ապահովագրությունը։ Մենք շատ լավ փորձ ունենք, քանի որ սոցփաթեթի շահառուները մեր գիտենք պետական աշխատողները օգտվել են այդ ծառայությունից եւ ասեմ շատ լավ արդյունքներ կան համեմատաբար եւ աշխատանք այդ փորձը կա արդեն մեր առողջապահության նախարարությունը այդ փորձը ունի պետք է այնց համակարգներ դնել որ մեր քաղաքացին պաշտպան ունենա որը կլինի իդեմս այդ ապահովագրական ընկերության ինքը որ իմանա ում պետք է բողոքի ումից պետք է պահանջի հասկանում եք Այսինքն քաղաքացին շատ խնդիրների է բախվում։ Այո, այսօր ես չեմ ուզում կոպիտ հնչի, քաղաքացուն խաբում են։ Մեր ժողովուրդը դեռ տակ է, չի զգում։ Ամեն ամիս աշխատող մարդուց, ասենք ընտանիքը երկու հոգուց է բաղկացած, մոտ 26000 դրամ իրենից վերցնելու են։ Պարտադիր ձևով, հարկի ձևով։ Ավելին ասեմ, մեր երկրում շահութահարկը բարձրերից մեկն է մեր ԱՊՀ երկրներից։ Արդեն այդ շահութահարկի մեջ ներառված է այդ գումարը։ Հասկանում եք տոկոսային մի հատ էլ ժողովրդից ուզում են փող տանեն ինչի համար, ինչի դիմաց, ստացվում է որ նույն պատվերի դիմաց, եթե մենք չէինք վճարում, այսօր նույն պատվերի դիմաց աշխատող բնակչությունը նորից վճարելու է։ Իմաստը որն է, չեմ հասկանում։ Եթե ծառայությունը չի բարելավելու, որակը չի բարելավելու, վերահսկողություն չեք կարողանալու անեք, քանի որ չունեք չափորոշիչներ եւ բուժման պրոտոկոլներ։ Ես չեմ հասկանում ուղղակի եւ այս հապճեպությունը վրազ անելը ինչ իմաստ ունի ասեմ ավելին այս տարվա սկզբին եւ անցյալ տարի նույն ֆինանսների նախարարությունը եւ կենտրոնական բանկը մերժել է նույն առողջապահության նախարարությունը մերժել է տվել է բացասական եզրակացություն ինչ պատահեց հասկանում եք սա ասենք մենք ասենք Եվրոմիությունը մեզ մեծ վարկային գիծ է տրամադրել որ այս իրագործվի այս ապահովագրության համակարգը, բայց մենք հասկանում ենք այդ գումարը ավելի արդյունավետ կարանք ծախսենք, կարող են գնալ նորմալ ճանապարհով, պատրաստել մեր համակարգը ապահովագրության, որ ժողովրդի մեծ մասը գոհ լինի, միշտ էլ փող չի հերիքելու առողջապահության, ամենահզոր եվրոպական երկրներում է չի հերիքում այդ փողը, բայց խնդիրը ստեղ գոնե որ բնակչության մեծ մասը ստանա հասանելի որակյալ բուժօգնություն, սա է խնդիրը
ու ես ցավոք սրտի տեսնում եմ շատ վատ տենդենսներ մեր բնակչության համար, մեր առողջապահության համակարգի համար։ Պարոն Խաչատրյան, գլխադասային հանձնաժողովը խորհրդարանում, հանձնաժողովի նախագահ ընտրվեց, իշխանության թեկնածուն, հա, շատ քննարկվեց, թիրախավորվեց բարձրագույն կրթություն ունենալ, չունենալու հարցը։ Այ մասնագիտական առումով, որքանով է այսպես անհրաժեշտություն բժշկության, բուժքրոջը կամ բժշկին այդ հենց բարձրագույն կրթությունը, քանի որ թեկնածուն վիրավորվել էր, համարում էր սա թիրախավորում իր միջին մասնագիտական կրթություն ունենալը։ Այս մասով ինչ կասեք։ Առաջերտին ուզում եմ իմ մեկնաբանությունը տալուց առաջ ասեմ, որ ես շատ գնահատում եմ եւ սիրում եմ բուժքույրերին, ես աշխատել եմ պրակտիկ բժիշկ նաեւ երկար տարիներ եւ իրանք շատ արժանապատվություն ունեցող մասնագիտություն է եւ շատ հարգում եմ այդ մասնագիտությունը, քանի որ որպես պրակտիկ բժիշկ միշտ եղել են իմ կողքին եւ օգնել են։ Բայց եկեք ես ուզում եմ նաեւ, գիտեք, ամեն ինչին չափ կա։ Ուղղակի չափ կա։ Սա ուղղակի թքել է մեր բժշկական հասարակության երեսին։ Կներեք, որ sense կոպիտ եմ ասում։ Ես այդ անձնավորության հետ ոչ մի կապ չունեմ, ես նաև, բայց կասեմ երկու բառ եւ չեմ ուզում իրան ինչ-որ մի բանով նեղացնեմ, եթե ինքը ունենար արժանապատվություն, ինքը չէր առաջադրվի, առաջինը դա կասեմ, իսկ երկրորդը ուզում եմ ասեմ, որ գիտեք, այդ պաշտոնը կարևորագույն պաշտոններից մեկը է։ Ես լինելով 20-25 տարվա առողջապահության կազմակերպիչ մի քանի անգամ կմտածեի, արդյոք կարող եմ ես առաջադրվել, արդյոք կարող եմ իրագործել այն պարտականությունները, որ իմ վրա դրվում է, քանի որ այդտեղով անցնելու են բոլոր օրենքները, որով առաջնորդվելու է մեր առողջապահության համակարգը։ Ուղղակի զավեշտալի է եւ ծիծաղելի է տվյալ անձնավորության ընտրումը այդ պաշտոնում։ Եվ մի բան էլ ուզում եմ ասեմ, տիկին, դուք երեք հայտարարություն արեցիք եւ այտենց հեգնանքով անպատվեցիք պրոֆեսոր Մինասյանին։ Պրոֆեսոր Մինասյանը իմ ընկերն է եւ ես հպարտանում եմ դրանով, որ իմ ընկերն է, ես այսօր ձեզ ասում եմ, որ դուք շատ վատ արտահայտություն արեցիք, դուք ընդհանրապես արժանինքներ չունեք համեմատվելու պրոֆեսոր Մինասյանին եւ իր վաստակին մեր առողջապահության համակարգում։ Պրոֆեսոր Մինասյանը շատ ընկերներ ունի, որ նաեւ այսօր լուրջ պաշտոններ են գրավում մեր համակարգում եւ հույսով եմ, որ այդ ընկերները չեն վախենա եւ երկու բառ կարտահայտվեն։ Հասկանում եք, դուք չունենալով ինչ-որ արժանինքներ ես համակարգում, տենց բարձր ամբիոնից, որ երևի հեքիաթ գրեիր քո մասին, այդ հեքիաթը չէ իրականա, հասել ես այդտեղ ու պրոֆեսոր Մինասյանի մասին հեգնանքով ես սրուցում։ Ես կներեք, որ իր մասին արտահայտվում եմ դույով, потому что ես այդ մարդու հանդեպ արդեն ոչ մի հարգանք չունեմ։ Ես նորից եմ ասում, ես այդ անձին չեմ ճանաչում, բայց դա նման է, գիտեք, այն բամբասանքի ցածր մակարդակի։ Եվ նաև ես ուզում եմ դիմեմ մեր բժշկական հանրությանը, ժողովուրդ, սա թքել է մեր երեսին, չեք հասկանում։ Ուղղակի ես շոկի մեջ եմ, կարելի է այս պաշտոնը իջացնել պլինտուսի ցածր եւ ինչ խոսել, ասենք այդ տիկինը ինչ է հասկանում բժշկական ապահովագրությունից, որ այսօր կարող է նույն խորհրդարանում սկսեն քննարկումներ, ինչ ինքը կարող է եզրակացություն անել։ Բժշկույր է եղել։ Նորից եմ կրկնում։ Ասում հետևում սեր հոգատարություն կաթակնված։ Դե գիտեք, այդ իր բոլոր կենսագրությունը ոնց հասկացա պերմանենտ կրթվելն ու սերն է եղել, մի քիչ յուրատուկ ներկայացում էր դա իհարկե իմ համար, բայց եկեք ես չիջնեմ, ուղղակի չեմ ուզում քննարկեմ իր ելույթը, քանի որ այնտեղ ելույթ չկար եւ այն հարցերին, որ իրան տալիս են, նա ընդհանրապես հենց տպավորություն էր, որ տեղյակ չի ոչ մի բանից, հասկանում եք։ Ես ուղղակի զարմանում եմ, նույն ԿՊ-ում կան բժիշկներ, կան մարդիկ, որոնք նախարար են աշխատել։ Լավ, դուք չեք կարող ձեր նույն կուսակցությունում բացատրել, որ ժողովուրդ չի կարելի sense բան անել, հասկանում եք։ Չի կարելի։ Դա լուրջ խնդիրներ կառաջացնի մեր համակարգում, հասկանում եք։ Շատ լուրջ խնդիրներ կան։ Սկսած դեղորայքից,
սկսած առաջնային բուժօգնության մակարդակում։ Նայեք, ինքն էլ ասում է ինչու այդ նեղ մասնագիտացված բժիշկը ինչ պետք է անի, որ ես չեմ կարող անել այս օրենսդրական։ Նեղ մասնագիտացված բժիշկը անցնում է կրթության ընթացքում հատուկ մասնագիտություն կա, որը կոչվում է սոցիալական գիգիենա։ Նա գոնե ունի տարական գաղափար, թե ինչ է առողջապահության համակարգը։ Հետո նա աշխատելու ընթացքում բժիշկը դա մեր մտավորական էլիտաներից մեկն է։ Նա ունի փորձ աշխատելու, նա հասկանում է բժիշկների, շատ դեպքում հիվանդանոցների կարիքը, հասկանում եք, այդտեղ անիմաստ է։ Իհարկե իդեալականը կլինի, որ այդ պաշտոնում լինի առողջապահության կազմակերպիչ, փորձ ունեցող մարդ։ Ես հասկանում եմ, որ կա կադրերի սակավացում, բայց գոնե մի հատ իրավաբան գտնեինք, լավ, որը գոնե մի քիչ կարողանար նաև ընկալել ինչ է առողջապահությունը։ Դե նախարարը մասնագիտությամբ։ Դե գիտեք, նախարարն էլ այնց արտահայտություններ է անում, որ ուղղակի ես ասում եմ, այդ նույն արտահայտությունը, որ գիտեք 30 տարի չեն կարողացել, մենք գիտակ ենք, մենք ներ ենք դրել։ Մի հատ հարց տվեք, ինչի չեն կարողացել։ Քո համակարգը պատրաստ է տիկին նախարար, որ դու դա ներ ես դնում։ Եվ հիմա պատրաստ է։ Ինչով է պատրաստ։ Ինչով է այդ մարդը ինքը համոզված լինելու, որ իր գրպանի ժողովուրդ ջան, դուք հիմի չեք տակ եք, չեք զգում։ Ձեր գրպանից ամեն մեկից տանելու են 13,000 դրամ ամսեկան, ուզեք թե չուզեք, եւ ինչ եք դրա դիմաց ստանալու։ Ես որպես մասնագետ ասում եմ, շատ բան ձեր համար չի փոխվելու։ Բժշկական սպասարկման առումով շատ բան չի փոխվելու, կտեսնենք, կապրենք, կտեսնենք։ Ես գտնում եմ կոպտագույն սխալ է առանց պատրաստելու մեր համակարգը ներդնել բժշկական ապահովագրությունը։ Պարոն Խաչատրյան, նաև վերջում անդրադառնանք եւս մեկ հայտարարության 3 քննարկումների ժամանակ վաղուց են քննարկում բժշկական հաստատությունների օպտիմալացման հարցը կրճատման ու երբ որ 3 հարց բարձրացրեց, որ Վարդենիսում դիահերձարան չկա, ասում է դա Հայաստանը փոքր է ու մեծ նեղություն չէ, այս կետից այն կետը հասնելը, կարող են այդպես շարժվել մարդիկ։ Լավ, գիտեք, պետքա մարզպետարանները այդ տիկնոջից շնորհակալություն հայտնեն, որ իրենց համեմատեց դիահերձարանների հետ, մի քիչ ծիծաղել է, ես չեմ ուզում ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանություններ անեմ ու չեմ ուզում անդրադառնամ իր պատասխանին։ Բնականաբար դա պետք է լուծվի համակարգային խնդրով, այսինքն պետք է հասկանալ ինչքան բնակչություն կա, ինչ խնդիրներ կա, որ այդ տվյալ դիահերձարանը այդ բնակավայրում պետք է լինել, թե չէ, արվի գնահատականներ, որոշ դեպքերում այո, կարող է պետությունը նաև ավելորդ ծախս անի, բայց դիահերձարանը լինի, ասենք, նույն Վարդենիս քաղաքում։ Սա նորից եմ ասում, պետք է լինի պրոֆեսիոնալ մոտեցում, հետազոտություններ պետք է արվի, անալիզ պետք է արվի, ըստ դրա որոշում կայացվի, պետք է համապատասխան մասնագետների հետ զրուցել։ Հասկանում եք, սենց հապճեպ ասել, գիտեք, փոքր երկիր է, հանգուցյալներին կարելի է, գիտեք, մի ժամ ու կես մի տեղ տանել, հետո մի ժամ ու կես մյուս տեղ բերել, գիտեք, սա խոսակցություն չի, ես չեմ ուզում ընդհանրապես մեկնաբանեմ իր պատասխանը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Խաչատրյան։ Հարգելի հաստատիտողներ, հիշեցնեմ, որ զրուցում ենք Հայաքվե նախաձեռնության անդամ, Առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Խաչատրյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար։